Այս ամբիոնը եւ այս դալիճը, նրանք ովքեր որ պատգամավոր են եղել, հավանաբար նույնը զգացել են, մի յուրահատուկ առանձնահատկություն ունի, մարդկանց շատ արագ կտրում է իրականությունից, շատ արագ գալիս նստում են այս աթոռներին, մոտենում են այս ամենից, ուրիշ մարդ են դառնում, բայց բավարար է դուրս գալ այս դալիճից, շփվել մարդկանց հետ, շփվել ժողովրդի հետ, ու կտեսնենք, որ այս ամբիոնի պահվածքն ու մարդկանց հուզող խնդիրների իրականությունը հաճախ չի, որ իրար հատվում են։ Ինչ են մտածում սովորական մարդիկ, նաև հետևելով այսօրվա մեր նիստին։ Դրական խոսքեր շատ ասվեց, կներեք, ես չեմ ուզում դրանք թվարկեմ, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ այն ֆեյսբուքյան փոքրիկ խմբեր են լինում, չէ, որ իրանք իրանցով հավաքվում են 40 հոգով, մեկը մի բան է գրում, 40 հոգի լայք են դնում, ուրախանում գնում են, այն քննարկումները ինչի մասին այդ խմբում ծավալվում են, մնում են չլուծված։ Մեր հանրությունը հերթական անգամ հիասթափություն է ապրում։ Մեր ժողովրդի համար փաստարկներ բերելու ժամանակը վաղուց անցել է, թե ինչի է պետք հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանը իր իշխանավարման ամեն օրով արձանագրված ամենօրյա արդյունքով ինքը այդ բոլոր հարցերի պատասխանը տվել է, թե ինչի է ինքը քայլող փորձանք, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Եվ ժողովրդի պահանջը ընդդիմությունից ոչ թե այն է, որ մենք մերոնցով հավաքվենք, խոսենք, ծափ տանք, լսենք, ուրախանանք, գնանք տուն, այլ այդ հարցը լուծեն։ Այդ հարցը լուծեն, ընդդիմությունը դրա համար է, ուրիշ բանի համար չի։ 21 թվականին Հայաստանի Հանրապետության ոչ մի քաղաքացի չի ընտրել այսօրվա այստեղ նստած ընդդիմությանը որևէ այլ նպատակով, քան հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Խնդիր, որը մեր ընդդիմությունը փառահեղորեն ձախողել է։ Եվ մենք պարտավոր ենք այս ճշմարտությունը բարձրաձայնել։ Թե չէ հակառակը տպավորություն է ստեղծում են, որ այս ստորագրությունները վերցրեք, դրեք։ Կներեք, շատ լավ է, ես չեմ թերագնահատում, հարցը դա չի։ Բայց տղեկ, կներեք, դուք ստեղ նաև հայտնվել եք իմ եւ մեր նման 100 հազարավոր քաղաքացիների թվեի կամքի արդյունքում լուծելու մեկ խնդիր, ոչ թե ստեղ ծեծ ուտելու անարժանների կողմից եւ հետո գալու էլի նստելու նույն տեղը։ Քաղաքական ընդդիմությունը նաև պետք է այլընտրանքային ծրագրեր առաջարկի հասարակությանը, ոչ թե գաստեղից կանգնի ասի ժողովուրդը դուրս գա, ժողովուրդը ինչի պետք է դուրս գա, եթե ինքը չի լսում հոդաբաշ այլընտրանք, թե դու ինչ ես առաջարկում Նիկոլ Փաշինյանի բերած, այսպես ասած, ծրագրին։ Նիկոլ Փաշինյանը անվտանգություն չի բերելու հայ ժողովրդին։ Նիկոլ Փաշինյանի խոստացված խաղաղությունը արտաքին տերերի կողմից նվեր է ժամանակավոր օգնելու նրան վերարտադրել իշխանությունը, որից հետո բարեհաջողությամբ կապամոնտաժի Հայաստանի Հանրապետությունը։ Բա պետք է չէ սրան այլընտրանքային ծրագիր բերվի։